Որքան գրավիչ է պայմանագրային զինծառայությունը Հայաստանում։ Թեման սոցիոլոգիական հետազոտության սեղանին կարող է լինել։ Առայժմ կառավարությունը ֆիքսում է, որ նախորդ տարիներին Պաշտպան հայրենիաց ծրագրի մասնակիցների թիվը եղել է 4000-ը, իսկ նրանց մի մասը վստահաբար կարող է շարունակել ծառայությունը բանակում պայմանագրային հիմունքներով։ Գործընթացը խթանելու նպատակով Պաշտպանության նախարարությունն առաջարկում է կիրառել ֆինանսական գործիքներ, որոնք կմեծացնեն պայմանագրային զինծառայության գրավչությունը։ Նպատակը կայուն եւ արհեստավարժ զինված ուժեր ձևավորելն է։ Պաշտպանության նախարարն այսօր օրենսդիրներին ներկայացրեց զինվորական ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որով վերանայվում է պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման հարցը։ Պաշտպան հայրենիաց ծրագրով զինծառայողները կհամարվեն ատեստավորված եւ պաշտոնի նշանակման օրվանից կստանան հավելավճար։ Այս ծրագրով պայմանագրի ժամկետը լրանալուց հետո աներկարաձգող զինծառայողները կստանան 1.5 միլիոն դրամ 2 տարվա ծառայության եւ 5 միլիոն դրամ 5 տարվա ծառայության դեպքում։ Շատերը 18-20 տարվա ծառաներ են, այսինքն 5, 6 կամ 7 անգամ միգուցե դա երկարացել են, եւ դա որևէ պատվովճար այստեղ չի ենթադրում։ Դրա համար անհավասար պայմաններ է ստեղծում։ Շատ պայմանագրային ծառայողներ տարիներով մարտական հերթապահություն իրականացրած, որոնք եւ սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներով ատեստացիայի այն անհրաժեշտ շեմը չեն կարողացել հաղթահարել, բայց գլուխը կախ չարքաշ կյանքով շարունակում են ծառայել հանուն Հայաստանի Հանրապետության։ Ընդդիմադիր падգամավորների կարծիքով այս փոփոխությունը բանակում կարող է հանգեցնել պայմանագրայինների շրջանում սոցիալական շերտավորման, այսինքն ատեստավորվածների կամ պաշտպան հայրենիացի մասնակիցների եւ մյուսների ստացած եկամուտի տարբերությունը հաշվելու է անգամներով։ Չեմ համարում, որ այստեղ անհավասարության խնդիր կա, որովհետեւ մենք խոսում ենք մի կոնտինգենտի մասին, որ բանակի շարքերը համալրել է վերջին 3 տարիների ընթացքում, եւ մենք փորձում ենք այս համակարգը ամրացնել, բյուրեղացնել եւ չեմ բացառում, որ հետագայում հաշվի առնելով որակները, այլ մոտիվացիոն համակարգեր կունենանք նաեւ այլ պայմանագրայինների մասով։ Եթե բանակում կատարվող բարեփոխումների ազդեցությունը կառավարության ներկայացուցիչների խոսքով կնկատվեն տարիներ անց միայն, երբ տեղի կունենա իրական սերնդափոխություն, ապա հաջորդ օրենքի կիրառության արդյունքները քաղաքացիները պետք է որ ավելի արագ նկատեն։ Խոսքը պլաստիկի շրջանառության էական նվազման մասին է, որը կյանքի է կոչվելու առևտրի եւ ծառայությունների մասին օրենքում փոփոխությունների շնորհիվ։ Առաջարկում է 27 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես վաճառքներում, ինչպես նաև բացօթյա առևտրի իրականացման դեպքում արգելել պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների, պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների եւ սպասքի վաճառքը կամ առկայությունը։ Ճիշտ է, կասկածներ կան, որ պոլիէթիլենի արգելքը կարող է հանգեցնել գնաճի, այսինքն խանութները սեփական ծախսերը հնարավոր է ներառեն այս կամ այն ապրանքի արժեքի մեջ։ Գործադիրն ու օրենսդիրները սակայն այս մասով կարծես մտավախություններ չունեն։ Նախագծի արդյունքում երկարաժամկետ ժամանակահատվածում այդ պատկերը ավելի էժան կդառնան, որովհետև ընդհանուր տնտեսությունը կվերապրոֆիլավորվի։ Կառավարության ներկայացուցիչները նաև վստահեցնում են, որ շատ ակտիվ աշխատում են բիզնեսի հետ, որպեսզի մինչև հաջորդ հունվար նրանք հասցնեն փոխել բիզնես պրոցեսները եւ չկանգնեն ճգնաժամի առաջ։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։